1968 թվականին Ալյասկայի Կենայի թերակղզի տեղափոխված հնաբնակ ռուսները հիմնեցին իրենց գյուղական համայնքը, անվանելով այն Նիկոլաևսկ։ Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված հնադավանները, ովքեր նախքան հեղափոխությունը բնակվում էին Սիբիրում, Ալյասկային տեղափոխվել հրաժարվելով ընդունել պատրիարք Նիկոնի 1968 թվականի եկեղեցական բարեփոխումները։ Կոմունիզմը ի սկզբանե իրենից ոչինչ չէր ներկայացնում, իսկ ավելի ուշ դա ավելի պարզ դարձավ։ Մեր նախնիները, ինչպես եւ մենք, բազմազավակ ընտանիքներ ունեին, որոնց պետք է կարողանային կերակրել։ Իսկ նրանք մտնում էին մեր տներն ու վերցնում ամեն ինչ։ Օրինակ, կարտոֆիլը եւ այն ամենն, ինչ գտնում էին նկուղում պահվող պարկերի մեջ։ Մայրերը լաց էին լինում, քանի որ չգիտեին ինչպես պետք է կերակրեին երեխաներին, իսկ նրանց ասում էին՝ տվեք ձեր երեխաներին շներին, շները կուտեն նրանց։ Ձերբակալություններից խուսափելու համար հնադավանները ստիպված էին տեղափոխվել Չինաստան։ Մեր նախնիները Չինաստանում ապրեցին բավականին երկար, նախքան փոփոխությունները։ Нехорошей жизнь стали, коммунисты, да чудо стало. Կոմունիստների իշխանության գալուց հետո կյանքն այնտեղ էլ անտանելի դարձավ։ Մեր ծնողները կոմունիստների պատճառով փախուստի դիմեցին Ռուսաստանից դեպի Չինաստան, իսկ այնտեղից էլ Բրազիլիա, այնուհետև Օրեգոն։ В Бразилию приехали, из Бразилии тогда отсюда вот в Орегон. Միացյալ Նահանգներ տեղափոխված հնադավան ռուսների մի մասը բնակություն հաստատեց Օրեգոն նահանգում, իսկ համայնքի մյուս մասը Ալյասկայում։ Բազմազավակ մայր Իրինա Ֆեֆլովայի 11 երեխաներից 4-ը ծնվել են Ալյասկայում։ Մեր երեխաներին քաղաքից մեկուսացրեցինք ու լեռներ բերեցինք Քրիստոսի հավատքը պահպանելու նպատակով։ Ձկնորսության շնորհիվ այստեղ հնարավոր է բավականաչափ գումար վաստակել։ Деньги зарабатывать. Тут пустыня было просто никого. Երբ մենք տեղափոխվեցինք այստեղ, սա ամայի տարածք էր, ոչինչ չկար։ Ամեն ինչի սկիզբը մենք դրեցինք։ Հետո սկսվեց ամերիկացիների հոսքը, քանի որ շատերին դուր էր գալիս այն փաստը, որ այստեղ հանգիստ է։ Մեքենաներ չկան, մարդիկ քիչ են։ Народу мало. Հնադավանները Ալյասկայում աղոթում են հին սլավոներենով, բայց երիտասարդների մեծ մասը տիրապետում են անգլերենին։ Ցավալի է իհարկե, որ մեր թոռները չեն խոսում ռուսերեն, մեր երեխաները լավ են սովորում, քանի որ մենք տանը նրանց հետ փոքր տարիքից ռուսերեն ենք խոսել, իսկ նրանց երեխաները արդեն չեն խոսում ռուսերեն, գալիս են պապիկ տատիկի մոտ, բայց չգիտեն ինչպես բացատրեն, թե ինչ են ցանկանում, տխուր է իհարկե։ Օրինակ Տեր հայրը երեխաներին աղոթքից հետո սովորաբար հեքիաթ է կարդում, բայց արդեն անգլերենով, քանի որ նրանք ռուսերեն ոչ մի խոսք չեն հասկանում։ Ներկայումս Նիկոլաևսկ գյուղն ունի մոտ 300 բնակիչ։ Տղամարդկանց մեծ մասն այստեղ ձկնորսությամբ է զբաղվում, երբեմն էլ նավակներ պատրաստում։ Մենք ավելի քան 100 նավակ ենք կառուցել, որոնք դեռ լավ վիճակում են ու ծառայում են նպատակին։ Մարդիկ էլ նորը չեն գնում, վերավաճառում են։ Ոմանք էլ իրենց համար նորն են պատրաստում։ Նիկոլաևսկ գյուղի կանայք անձամբ են կարում իրենց ավանդական զգեստներն, իսկ տղամարդիկ կրում են երկար վերնաշապիկներ եւ մորուք պահում։ Նիկոլաևսկի մերձակայքում գտնվող քաղաքների բնակիչներին սա չի զարմացնում։ Մենք արդեն 40 տարի կլինի, որ այստեղ ենք ապրում։ Միգուցե զբոսաշրջիկներին, ովքեր այցելում են, ինչ-որ բան տարօրինակ թվա, իսկ տեղաբնակներն արդեն ծանոթ են մեզ բոլորիս։ Դենիս Ֆեֆլովը ծնվել է Բրազիլիայում եւ ԱՄՆ տեղափոխվել, երբ 3 տարեկան էր։ Դենիսը, ով հնադավան քահանա Կոնրադ Սոզոնտովիչ Ֆեֆլովի որդին է, հոգևոր երգեր է սովորեցնում երեխաներին։ Դենիսը տիրապետում է ռուսերենին եւ հին սլավոներենին, սակայն երեկոյան լուրերին հետևում է անգլերենով։ Իսկ թե ազգային ինքնության առումով ինչ է իրեն համարում հարցին, պատասխանում է միանշանակորեն։ Ամերիկացի իհարկե։ Տիկին Իրինայի տան գրապահարաններն ու դարակները լի են եկեղեցական գրքերով, իր եւ ամուսնու ձեռագիր նամակներով։ Տան անկյուններից մեկում կտեսնեք ասեղնագործ աշխատանքներ, սրբապատկերներ, իսկ պատերից մեկի վրա կտեսնեք Ջոն Քենեդիի դիմանկարը։ ԱՄՆ-ի մյուս նախագահների գործունեությանը տիկին Իրինան չի հետևում։
батюшка-то вперед Սկզբում ամուսինս ձեռք բերեց վարորդական իրավունք, իսկ հետո ինձ սովորեցրեց մեքենա վարել, քանի որ առանց մեքենայի դժվար է տեղաշարժվել։ Տեղական եկեղեցիների հետ հնադավանները չեզոք հարաբերություններ են պահպանում եւ չեն պատրաստվում դավանափոխ լինել։ Հասկացեք, մենք չենք կարող փոխել մեր դավանանքը, քանի որ մերը ճշմարիտ հավատքն է։ Ընդամենը այսքանը։ Ես երբեք չեմ փոխի իմ հավատքը։ Իմ երեխաները, իմ թոռները եւ ծոռները պետք է հետևեն մեր կրոնին եւ ավանդույթներին։ Իսկ հետո ինչպես Աստված կամենա, բայց ես անգամ չեմ էլ կասկածում, որ այդպես կշարունակվի։ Ալյասկայի ռուս ուղղափառ եկեղեցուն հնադավանների հետ հարաբերությունների ներկայիս ստատուս քվոն չի անհանգստացնում։ Նրանցից ոմանք բարեկամաբար են տրամադրված մեր հանդեպ, իսկ առհասարակ չեն շփվում, ինչը իհարկե հասկանալի է հաշվի առնելով պատմությունը։ Դարեր առաջ նրանք անջատվեցին մեզնից ուղղափառ եկեղեցու հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, որոնք առաջացել էին պատրիարք Նիկոնի բարեփոխումների հետևանքով, սակայն մեր օրերում այդ տարաձայնությունները հակամարտությունների պատճառ չեն հանդիսանում։ Նրանք ունեն իրենց սեփական ծեսերն ու ավանդույթները, իսկ մենք մերը։ Մենք չենք խոսում մեր տարաձայնությունների գաղափարական եւ ծիսական տարբերությունների մասին։ Մեզ համար այդ տարբերությունները կարևոր չեն։ Նրանց համար դա էական է։ Հնադավանները խաչակնքվում են երկու մատներով եւ իրենք անձամբ են պատրաստում լեստովկա կոչվող կաշվե պարանը, որի մեջ պահվում են աղոթքները։ Սա մենք անվանում ենք լեստովկա։ Այն կիրառվում է աղոթքի ժամանակ հաշվելու համար։ Այն բաժանվում է մոտ 100 մասի։ Առաջին 12-ը նվիրված է 12 առաքյալներին։ Հաջորդ 38-ը խորհրդանշում են Մարիամ Աստվածածնի հղիության շաբաթները։ Ալյասկայի հնատիսականների համայնքը մասամբ պառակտվեց 1983 թվականին։ Նիկոլաևսկի հնադավանների նորակառույց եկեղեցի հրավիրված քահանայի պատճառով գյուղաբնակ ընտանիքների մի մասը հեռացավ Նիկոլաևսկից։ Մեզ մոտ մեր համայնքում նախկինում չկային եկեղեցականներ, քահանաներ։ Քահանայություն ընդունելուց հետո շատերը հեռացան այստեղից, իսկ ոմանք մնացին ու ընդունեցին այս նոր փոփոխությունը։ Հարավային Ամերիկայում բնակություն հաստատած հնատիսականներից ոմանք Ռուսաստան տեղափոխվելու հրավեր ստանալուց հետո վերադարձան իրենց հայրենիք, սակայն Նիկոլաևսկում այդ մասին անգամ չեն էլ մտածում։ Այնտեղից փախել ենք, որ նորից վերադառնանք։ Նիկոլաևսկ գյուղի կենտրոնում գտնվող Սամովար սրճարանում կարելի է համտեսել համեղ բորշ, դեղեր եւ հուշանվերներ գնել։ Սրճարանի սեփականատերը Նինա Ֆեֆլովան ծնունդով Խաբարովսկից է, որտեղ նա երկար տարիներ հնատիսականների համայնքի քարտուղարն էր։ Նինան 40 տարեկան հասակում ամուսնացել է Նիկոլաևսկ գյուղի քահանայի որդու Դենիսի հետ։ Սկզբնական շրջանում ռուսաց լեզու է դասավանդել տեղական դպրոցներից մեկում, այնուհետև բաց արել իր սեփական բիզնեսը։ Սկզբնական շրջանում ես մի փոքր հուշանվերների խանութ ունեի, որտեղ մատրյոշկաներ էի վաճառում զբոսաշրջիկներին, այնուհետև տարբեր գույնզգույն տարազներ։ Ես տարազների մեծ հավաքածու ունեի։ Զբոսաշրջիկներին դուր էր գալիս եւ նրանք գնում էին։ Գյուղաբնակներից շատերը դեն էին նետում իրենց հին հագուստները, իսկ ես հավաքում էի դրանք։ Նույնիսկ Իրինա մայրիկի մոտ էի գնում եւ հարցնում, արդյոք ունի հին լաթի կտորներ։ Նա գնում փնտրում էր, հետո որոշ ժամանակ անց վերադառնում գույնզգույն տարազներով։ Իմ այցելուներին առաջարկում եմ բորշ, պելմենի, համեղ կարկանդակներ եւ ռուսական թեյ։ Նինա Կոնստանտինովնան եկեղեցի է գնում ամեն օր իր ամուսնու ընկերակցությամբ։ Ես իմ ամուսնու հետ կատարյալ երջանիկ եմ ինձ զգում այստեղ։ Մենք աղոթում ենք միասին։ Ինձ համար հենց սա է կյանքի երջանկությունը։